Ամերիկայի Միացյալ Նահանգները իդեմս Վոլսի պահանջել են Ադրբեջանի փաստորեն ստորագրել պայմանագիրը եւ բաց թողել բոլոր հայերին, ռազմագերիներին։ Ակնհայտ է, որ եթե դրանից հետո Թրամփի ադմինիստրացիայի դեպքում դու որևէ հղում անել ինչ եղել է Թրամփից առաջ շատ դժվար է, բայց խոսքը գնում է այս ադմինիստրացիայի մասին, համար կարելի է հղում անել, որ Վոլսը պահանջ ներկայացեց բավական ուլտիմատիվ եւ խիստ ոճով։ Հիմա Ռուբիոն շարունակում է այդ գիծը, նշանակում դա պետական գիծն է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի։ Ռազմագերիները պետք է բաց թողնեն։ Այսքանը ավելին սпасելը, պահանջելը եւ այլն, մենք դեռ ինֆորմացիան չափից դուրս քիչ է, մենք կընկնենք այսպեսի երևիների ենթադրությունների դաշտ, որը այդքան էլ հիմա ճիշտ չէ, որովհետեւ շատ դրամատիկ զարգացումներ են եւ պետք է տեսնել թե ինչ է։ Ես ունեմ որոշակի պատկերացումներ եւ դրական եւ բացասական, բայց սխալ է դրա մասին խոսելը։ Պետք է ֆիքսել, որ Թուրքիա դու էլ պետք է քո բարեկամ Ադրբեջանից պահանջես, որպեսզի այդ թուրքը ստորագրվի։ Փաշինյանը փաստորեն հավաստիացրել է, որ ես պատրաստ եմ հենց հիմա ստորագրել, այդ առումով ձեռքերը լվացել է, որ խնդիր չկա։ Այստեղ իմ համար ամենադրականը կապ չունի, որ կոնտեքստում է ռազմավարական գործընկերությունը հիշատակվել։ Փաստաթուղթը հիշատակվել է, թե պարզապես ամերիկյան տարբերակում որպես գործընկեր դուք ասեցիք։ Կարևորը, որ այդ փաստաթղթի այն ինչ որ մենք ասում ենք, երբ որ դեկտեմբերին ստորագրվել է նաև նոր գալիք ադմինիստրացիայի համաձայնությամբ եւ Միացյալ Նահանգները իրենց համարում են պարտավորված այդ փաստաթղթով, այսինքն այն չի մերժվում։ Չնայած հիմա Օվերտոնի պատուհանը բացվում է եւ այնպեսի բաներ են մեկ-մեկ ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները ասում տարատեսակ ԱՄՆ պարտավորությունների մասին, որ մարդու մազերը բիզբիզ են կակնում, բայց դա չի վերաբերվում փաստորեն այս ռազմավարական համագործակցության փաստաթղթին։ Այսքանը կարող եմ ասել, ավելին դա մի քիչ իսկապես կլիներ բան։ Դե մենք ամեն մի բառից այսպես փորձում ենք տողատակեր հասկանալ, այո, իսկապես պետքարտուղարության գործընկերություն բառը օգտագործել են, շնորհիվ փաստաթուղթը գործում է։ Ձևակերպումը եղել է, քննարկել են ամերիկյան պետքարտուղարության մամլու հաղորդագրության մեջ, քննարկել են իրենց ընդհանուր շահերը, կողմերը, Հայաստանը, Միացյալ Նահանգները, իրենց ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Դե այստեղ կարող է լինել, այո, մենք փորձում ենք հասկանալ այդ տողատակերում, այդ բառերի տակ ինչ է։ Միակ բանը, որ հաստատում են, դուք էլ հաստատեցիք, որ այո, այդ խարտիայի մերժում չի եղել, մինիմում, հա, ասենց այսպես ասենք, նվազագույնը մենք դա ունենք։ Ինքը ընկալվում է որպես փաստ։ Թե հիմա կգտնեն ընդհանուր շահեր, չեն գտնի դրանք, արդեն այդ ճանապարհին ենք։ Եվ նաև դուք փաստում եք, որ Մարկո Ռուբիոն Թուրքիայի վրա դնում է ինչ որ հանձնարարում է Թուրքիային այդ հարցում աջակցել Վոլսի փաստորեն տեսակետը։ Ես մի բան եմ ուզում նաև ավելացնել, այնտեղ հետաքրքիր բան կար, որ Ռուբիոն ողջունում է Թուրքիայի դերը որպես ICC կամ ինչպես մենք ռուսերեն բանով ընդունված ասել ԻԳԻԼ-ի դեմ այդ կոալիցիայի առաջատար երկիր այդ բառը օգտագործում է ամերիկյան կողմը։ Ինձ համար օրինակ բացահայտվեց, թե մենք բավական ոգևորություն էր, որ Հայաստանը միացել է ԻԳԻԼ-ի դեմ պայքարի կոալիցիային։ Վերջերս։ Ուրեմն մեծ հավանականությամբ դա ոչ թե ամերիկյան կողմի հորդորով է եղել, այլ Էրդողանին մեղմելու, բարյացնելու, որպեսի սահմանը բացի, սիրտը շահելու, այդ շարքից էր Պաղեստինի ճանաչումը շուտապույտ։ Այսինքն այնտեղ թուրքերը ատամները հաշվել են մեր իշխանությունների մի այլ կերպ, ասենք ուզում եք սահմանը բացվի, սա մի զիջում անում են, հետո մյուսը, հետո երրորդը, հետո չորրորդը, հետո հինգերորդը սահմանը տեսնում ենք ինչ վիճակում է եւ այդպես իմ կարծիքով մինչեւ այդ սահմանը բացվի արդեն բոլոր անհնար եւ հնարավոր զիջումները արդեն Հայաստանը արած կլինի այս տրամաբանությամբ։ Ես հուսով եմ, որ այդ երթը միակողմանի զիջումների կկանգնի, բայց դրա միակ ձևը տեսնում եմ այս կառավարության փոփոխությունը, որովհետև այս կառավարությունը, եթե մի հարցում հետևողական է, ապա դա այդ գծով շարունակելու։
Դե տեսեք, դուք ասում եք զիջում, իսկ հակառակ կողմը ասում է, տեսեք, դուք մանդատն եք երկարացրել եվրադիտորդների, իսկ չէ որ այդ կետում կար, որ սահմանին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երրորդ ուժեր չպետք է լինեն։ Ստորագրելուց հետո, լավ։ Հիմա դրանք հակասում են իրար, թե չէ, եկեք այդ հարցը բարձրացնենք։ Ես ասել եմ, որ դա շատ վտանգավոր է, որովհետև Հայաստանի կառավարության, այսպես ասենք, դիվանագիտական հանճարեղությունը բերել է նրան, որ իրենք պատրաստվում են կոլիզիա ստեղծել եւ ստեղծել վիճելի վիճակ։ Հիշենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը չարաբաստիկ։ Այսինքն հայկական կողմը նախապատրաստում է հող, որ ասելու, որ դա չի վերաբերվում անզեն դիտորդներին, որոնք քաղաքացիական անձինք են, որոնք զենք չունեն, նստած հեռադիտակով նայում են, օրինակի համար, դա չի, ասենք, կամ իրենք կարող են սահմանին չգտնվել 5 կիլոմետր խորության վրա։ Իսկ ադրբեջանական կողմը ասում է, ոչ, այս կետը բացարձակ նշանակություն ունի, ընդհանուր մինչև կարող է հասնել, որ Հայաստանի տարածքում ոչ միայն ռուսական, այլ ընդհանրապես որևէ, այսպես ասած, օտարերկրյա զինվորական ուժ երբեք չպետք է։ Այստեղ հարց նրանք իրավունք ունեն այդպիսի բան պահանջել եւ արդյոք այն կետը, որը համաձայնեցված է համարվում այդ 17 կետերից մեկը, նշանակում է, որ Ադրբեջանը իրավունք ունի իր պահանջը դնել Հայաստանի տարածքում ով կանգնի, ով չկանգնի։ Տարածքում ոչ սահմանին։ Տարածքում չէ, դա կոչվում է ընդլայնված ընկալում, մեկնաբանություն։ Իրենք օգտագործելու են ընդլայնված մեկնաբանություն, հայկական կողմը կամ համակերպվելու է դրա հետ, այդ տարբերակն էլ կա, կամ փորձելու է ավելի նեղ մեկնաբանություն ընկալել։ Դա շատ է լինում ցանկացած նույնիսկ առևտրային պայմանագիր երկու ընկերությունների միջև այդպիսի կոլիզիա կողմերը գնում են դատարան, որ ասում է ես սա գրելով որ նկատի չունեի։ Երկիմաստության այսպես էլեմենտներ շատ վտանգավոր է, որովհետև կներեք այդ բառը պետք է ասեմ, բազարի թեմա է, գնացեք ինչպես է նոյեմբերի 9-ը, տարիների բազարի թեմա են բացում երկու կողմերը։ Փաստաթուղթը, որը չի բերելու խաղաղություն, որը չի բերելու գոնե հանդարտեցում կողմերի, այլ բերելու է սրացում։ Դրա իմաստը եթե որևէ մեկը կարող է ինձ բացատրել, գուցե ես չեմ հասկանում։ Միանշանակ չի բացառում Ադրբեջանը պատերազմական լուծումը, միանշանակ, բայց այսօր դեռ այդ օրը չէ։ Այսօր ճնշում է գործադրվում, ամենակարևորը ինքը չի ուզում ստորագրել, ես դրա մասին խոսել ենք, խաղաղության պայմանագիր այդ կնքելու, իբրե խաղաղացման process-ից ինքը ստացել է համարյա այնքան, ինչքան պատերազմից։ Եվ որքան երկար շարունակվի այդ գործընթացը, ինքը անկալում է ֆենոմենալ անծայրածիր զիջումներ Հայաստանից, ինչ կարելի է մտքով անցնել ընդհանրապես, հա։ Եվ որքան այդ երկար տևի այդ process-ը, 5 տարի, 10 տարի թող տևի, այնքան իր պատկերացմամբ Հայաստանը ընդհանրապես հյութակամ կարվի, բոլոր այդ զիջումները արդեն կարվեն։ Այդ 17 կետը ռեալ կվերածվի 57 կետի, որտեղ կարող է գրված չլինեն այդ 47 կետը կոնկրետ այդ պայմանագրում։ Դե արդեն 17-ին գումարել է հստակ 2-3-4 կդառնա 57 կետ պարզապես, որոնցից 57-ն էլ փաստորեն Հայաստանի Հանրապետության շահերի չեն բխում։ Դրա համար ինքը ուզում է այդ process-ը երկարացնել եւ չի բացառում։ Պետք է հստակ ասել, չի բացառում պատերազմը։ Պարզապես այս պահին այն տվյալները, որ կան, սկսած արբանյակային Հայաստանի բարյացակամ վերաբերվող երկրների տվյալներով եւ ընդհանրապես վերլուծությամբ այսօր դա չի լինելու։ Մենք ունեցանք ինֆորմացիա, որ Ֆիդանի հետ Ռուբիոն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության մասին։ Մենք իմացանք, որ Ռուբիոն հեռախոսով խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Ռուբիոն չի խոսել Ալիևի հետ։ Դե ո՞լցն է խոսել, որտեղ արդեն Ալիևի հետ արդեն խոսել են, խոսելուց հետո արել են հայտարարություն։ Նշանակում է այդ խոսակցությունը չի ընթացել այնպես ինչպես ցանկանում են, իսկ Թրամփի ոճը բան է կանում, ինչով չգաք, կոշիկս չպաճեք եւ այլն, իսկ չշարունակի, այդ ոճը բան է։ Մինչև Ալիևը խելք չհավաքի,
Թե Ալիևի բացարձակ չեն կարողանում, ինչպես ասում են, վրան ազդում են Թուրքիայի միջոցով, են այս վիճակում հայտնված Թուրքիայի, երբ որ իրեն մոտ այնտեղ քոթորիկ է։ Խոսելու չունենք, մինչև ինքը չհամաձայնվի մեր տեսակետի հետ։ Հիմա թե Ալիևն է այստեղ ավելի հոխորտացող կողմը, թե իրենք արդեն կարևոր չի։ Կա տարաձայնություն եւ պիտի դեզու գտնի։ Վերջ։